բայց իրականում հոգևոր մարդը ինքը Քրիստոս ունի, արդարացած մարդը ամեն ինչ ինքը գոհ է, ինքը խաղաղություն ունի, իր խաղաղությունը կապված չէ աշխարհի հետ, դա Սուրբ Հոգու պտուղ է իր կյանքում կա, իրան չի կարող շփոթեցնել, վախեցնել, անգամ մահը, հոգևոր մարդիկ մահվան մեջ են խաղաղ եղել, եւ Աստծո խոսքն ասում է, որ եկեղեցիները խաղաղության մեջ կաճեն, եւ այն ժամանակ, երբ որ մեծ հալածանք կար, գրված է, որ Սողոսը մահ եւ սպառնալիք էր շնչում եւ բռնում էր հավատացյալներին, տանում էր բանտերը եւ հալածում էր եւ մեծ հալածանք կար, բայց այդ նախադասությունը այսպես է սկսվում, բայց եկեղեցիները, այսինքն այդ բայցը նշանակում է, որ եկեղեցու խաղաղությունը կապ չուներ երկրի վրա զարգացող բաներից, աշխարհից, արտաքինից, նրանք ունեին կյանք ապրելու, նրանք ունեին տեսողություն, նայում էին երկինք, առաջնորդություն, նրանք ապրում էին երկնայինով, իրանց խաղաղությունը աշխարհը չէր կարող գողանալ, ոչ էլ ընտանիքի անդամները։ Այսօր աշխարհում կա խաղաղության դեֆիցիտ։ Շատ ընտանիքներում չկա այդ խաղաղությունը, որտեղ չկա փող, որտեղ պայմանները դժվար են, որտեղ գործ չկա, բայց մեր կյանքում էլ է այդպես, չէ որ դու ունես Քրիստոս, արդյոք այդ Քրիստոս կյանքը բավարար չէ քեզ պահելու խաղաղության մեջ, արդյոք նա իր զորությամբ Սուրբ Հոգին կարող չէ քեզ պահելու հանդարտության, խաղաղության մեջ,